Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցում եմ Վելուզաբան Բենյամին Մաթևոսյանի հետ, շնորհակալ եմ Բենյամին մեր ավերնացնելու համար։ Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են ու գոնե խոսակցական մակարդակում վատանալ, հիմա արդեն լիդերների, երկրների ղեկավարների մակարդակում հնչեցին հայտարարություններ, նախավերջին հայտարարությունը նախագահ Պուտինին էր, ասաց Հայաստան պիտի որոշում կայացնի մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է ԵՄ, Փաշինյանի արձագանք եղավ այն, որ մենք հանրաքվե չենք անցկացնելու Պուտինի առաջարկով եւ ինքներս կորոշենք, երբ դուրս գանք կոպիտ ասած ԵԱՏՄ-ից։ Ինչ է տեղի ունենում։ Պուտինը առաջարկեց ու առաջ անցավ, Փաշինյանն էլ մերժեց, թե դա ինչ որ նոր գործընթացի սկիզբ է։ Ալիևի առաջարկով պահանջով սահմանադրություն են փոխում Արցախ բառից են վախենում, Պուտինի ասածով չեն ցանկանում ԵԱՏՄ-ին վերաբերող հանրաքվե անել, բայց իրականում դա շատ վատ է, որ Հայաստանի վերաբերյալ տարբեր այլ երկրների ղեկավարներ, ներկայացուցիչներ կարծիքներ են հայտնում այն առումով, որ դուք հանրաքվե պետք է անեք, այս պետք է անեք, այն պետք է անեք, բայց սա այն ինքնիշխանությունն է, որը Նիկոլ Փաշինյանը բերել է Հայաստանի Հանրապետությանը, դա այն ինքնիշխանությունն է, որը Հայաստանն ունի առանց Արցախի Հանրապետության։ Սա առաջինը, երկրորդը Գլոբալ ինչ էր ասում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ինքը ասում էր հետևյալը. մենք հրաժարվում ենք ֆինանսավորել Հայաստանի ներգրավումը հակառուսական դաշինքին, որովհետև գլոբալ առումով նույնիսկ այն բարեփոխումները, որոնք իշխանությունները ֆորմալ առումով հայտարարում են, որ իրականացվում են Հայաստանում, շատ դեպքերում այդ բարեփոխումները ուղիղ կապված են դրա հետ, թե մենք բյուջետային ինչ հոսքեր ունենք, իսկ այդ բյուջետային հոսքերը ուղիղ կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Ռուսաստանից ասել են, որ իրենք փաստացիորեն դադարում են ֆինանսավորել Հայաստանի հակառուսական ճամբարին միանալու նկրտումները, կարծում եմ հաջորդիվ իրենք նաև ի վերջո պետք է հասկանան, որ Հայաստանը ոչ թե դեպի ԵԱՏՄ է գնում, այլ միանալու է թուրքական աշխարհին, բայց ինչևէ արձանագրենք հետևյալը, որ Ռուսաստանում դրա հստակ գնահատականը կա, որ Հայաստանի ֆինանսավորումը դադարեցվելու է եւ մայիսի 28-ին 29-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը ինքը այս առումով բավականին հետաքրքիր կարող է լինել։ Ալեն Սիմոնյանը այս ամեն ինչը մեկնաբանելիս նշում էր, որ ինչ են անելու, ինչ կարան անեն եւ այլն եւ այդպես շարունակ։ ԵԱՏՄ կանոնադրությունը ինքը իսկապես չունի կետ, որը կարող է թույլ տալ այս կամ այն երկրին հանել միության կազմից, բայց գոյություն ունի այսպիսի երևույթ Եվրասիական դատարան։ Այդ Եվրասիական դատարանով կարող են այն տեսակ հայցեր ներկայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որ վերջն արդյունքում կսառեցվի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես սառեցվեց Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Սա այսպես եւ ամենակարևորը իրականում ինչ է Ռուսաստանում տեղի ունեցել, ինչ է Ռուսաստանում կատարվել։ Այս ամեն բոլոր քննարկումների սկիզբը դրվեց ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Բացի նրանից, որ ոչ պրոտոկոլային հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության նախագահը, որտեղ սովորաբար ինչ են ասում, ապրանքաշրջանառությունն այսքան է, տուրիստական հոսքերն այսքան են, բազմադարյա պատմություն ունեն մեր ժողովուրդները միմյանց հետ, չգիտեմ, ապրելու եւ այլն եւ այդպես շարունակ, ինքը սկսեց նրանից, որ Հայաստանում կան Ռուսաստանի ընկերներ համարվող քաղաքական ուժեր եւ լավ կլինի, որ իրենք էլ մասնակցեն ընտրություններին, ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրելու ու դրանից հետո ապրիլի 2-ին հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը ծավալուն։ Ես ինչու եմ պարբերաբար սրա վրա ուշադրություն դարձնում, որից հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մոդելը որ կա, որի հիմքում ռուսական կողմը երկար է տարիների ընթացքում դրել էր տնտեսական կոմպոնենտ, այսինքն տնտեսությունը աշխատի քաղաքական առումով, այսպես ասած, բրախում ենք, ինչ մոտեցում ունենք, թող այդ մոտեցումն լինի։ Դրա ճարտարապետը եւ դրանից ամենաշատ օգտվողը Ալեքսեյ Օվերչուկն է։ Այն հարցազրույցը, որը հրապարակվեց ապրիլի 2-ին, այդ հարցազրույցի վրա ռուսական պետական գերատեսչությունները մոտ 1-1.5 ամիս աշխատել են։
պրոֆիլային բոլոր ստորաբաժանումները, թե արտաքին գործերի նախարարության, թե այլ նախարարությունների աշխատել են։ Այսինքն կա հստակ հաշվարկ եւ հենց Ալեքսեյ Օվերչուկը սա պետք է արտահայտել, ինչու սրանով ռուսական իշխանությունը ցույց է տալիս հետեւյալը, որ եթե ռուսական իշխանական վերնախավում կային զանգվածներ, որոնք կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է գոնե տնտեսական հիմքի վրա Այնց նրանք էլ եկել են համոզման, որ հնարավոր չի աշխատել։ իրենք պարտվել են եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հաջորդ խոսքը, որը եղավ արդեն մայիսին, դրա վառ ապացույցն էր, որ Նիկոլ Փաշինյանին, իդեպ այստեղ եւս մի կարևոր նրբերան կա, այստեղ երկրի ներսում Նիկոլ Փաշինյանը ինչ է փորձում վաճառել նաեւ պետական ապարատին ու բիզնեսին, որ հայտարարեց, ասում մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք հունիսի կեսին հանդիպել։ Ինքը փորձում է վաճառել հետեւյալ թեզը, որ եթե մենք վերարտադրվում ենք, հաստատվում է մեր քաղաքական մոնոպոլիայի այս շարունակականությունը, մենք Ռուսաստանի հետ միևնույն է այս տրամաբանությամբ շարունակելու ենք։ Ոչ, դա չի լինելու։ Այդ պատճառով էլ նաև Պետդումայում արդեն հնչում են գնահատականներ առայն, որ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ռուսաստան պետք է արգելվի, անկախ նրանից, թե ինչ արդյունքներ են ունենալու ընտրություններում։ Ռուսաստանն ինքը շատ սպეციფიկ երկիր է, նաև քաղաքական մշակույթի առումով մենք էլ դա պետք է հասկանանք, դա լավ է թե վատ է, ես հիմա դա չեմ քննարկում։ Դա իրենց խնդիրն է, եւ երբ որ Պետդումայի ֆորմալ անդիմադիր խմբակցության ղեկավարը, ներկայացուցիչը, կուսակցության ղեկավարը այս տեսակ գնահատական է տալիս, մենք պետք է հասկանանք, որ կա ընդհանուր քաղաքական մեյնսթրիմ, դա արդեն պետության խոսույթն է, դրան էլ նախորդել էր դրանից Զյուգանովի խոսքից 1 օր առաջ Վիաչեսլավ Վոլոդինը եւս ծավալուն գրառում էր արել, որտեղ եւս անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին, որից լավ չի այս ամեն ինչը։ Լավ չի։ Եվ ուր է տանելու այդ լավ չի։ Նիկոլ Փաշինյանը ինքը շատ նման է Միխայիլ Սաակաշվիլուն հետևյալ համատեքստում, որ Սաակաշվիլին ուներ քաղաքական առաջնահերթություն ամեն գնով Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել եւ այդ մարդը գնաց նրան, որ ինքը պատերազմական գործողություններ սանդազերծեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, բայց ինչի համար էր խորքային առումով այդ պատերազմը անհրաժեշտ, որpիսի դու 10, 15, 20 տարվա կտրվածքով անհնարին դարձնես Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ թե վերականգնում, այլ վերականգնման մասին նույնիսկ խոսելը անհնարին կլիներ։ Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ է տանում։ Ես չեմ ասում, որ ռուսական կողմը Հայաստանի դեմ պատերազմ է սկսել, ինչպես Վրաստանի հետ պատերազմական գործողությունները եղան, բայց այն, որ մենք կորուստներ կարող ենք ունենալ, որոնք չափելի կլինեն Արցախի կորուստի հետ, քաղաքական, տնտեսական եւ այլ առումներով ես կարծում եմ, բայց կարծեք թե Ռուսաստանից ուրիշ ուղերձներ են գալիս, որովհետեւ Ռուսաստանի Դուման կարծեք թե վերջնականապես ընդունեց օրենք, որը թույլ է տալիս բանակը օգտագործել այլ երկրների տարածքում իրենց քաղաքացիների պաշտպանության համար։ Ես այստեղ սա եւս իհարկե իշխանությունները մտածելու տեղի պետք է ունենան, բայց մենք հասկանանք ինչու է դա տեղի ունեցել, սա այդքան էլ մեր հետ չի կապված։ Չէ, հասկացա, բայց կարող է ինքնին հանգամանքը, հա, Ռուսաստանի իշխանությունները իրենց երկրի ղեկավարին այդ հնարավորությունը տալիս են, ավելի մանրամասն ասենք մեր քաղաքացիներին, ինչի մասն է խոսքը, որ եթե օրինակ Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքացու համար կամ իրենց ազգային պետական շահերի համար այլ երկրում վտանգ են տեսնում, իրենք Պուտինին տվել են հնարավորություն ռազմական գործողություն իրականացնել, բայց հույս ունենանք, որ հայ-ռուսական հարաբերություններում մենք այդ էջը չենք տեսնի։ Սա այսպես, բայց ինչու է այդ օրենքը դա բերելու է Վրաստանի այդ Որից ուրեմն Վրաստանում ճանապարհի կրկնությանը տասնամյակներով խարխլված հարաբերություն։ Եթե ընդհանրապես հայկական պետականությունը մնա, էլի, որովհետև այստեղ լրիվ այլ հաշվարկներ կարող են լինել, մեր հարևաններն էլ լրիվ այլն են, Վրաստանը այս առումով մեզանից մի փոքր տարբերում է, Վրաստանում ընդհանրապես մի հետաքրքիր դրվագ էր եղել, ուրեմն որից ռուսական զորքերը որ մտան եւ հասան Թբիլիսի, ուրեմն ռազմաբազաներից մեկի պատի վրա, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորներն էին, որոնք հեռադիտակով ուղղակի հետևում էին, թե ինչ է տեղի ունենում պատերազմական գործողությունների դաշտում, ուրեմն գրել են «Товарищи грузины, учитесь воевать правильно, приедем проверим»։ Որտեղ նաև գրած է, թե ոչ ստորաբաժանման, ոչ զինծառայողներն են գրել։ Վրաստանի հետ էլ մենք համեմատելի ենք էլի մեր չափերով եւ այլ ռեսուրսներով, ուղղակի հույս հայտնենք, որ այս աստիճանի զարգացումները չեն հասնի, իսկ կապված ձեր նշած օրենքի հետ նշեմ հետեւյալը, ինչով է սա պայմանավորված, ինչ պահի այս օրենքը նաեւ ի հայտ եկավ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները այլ երկրներում այլ տարիներն են խնդիրներ ունեցել, ինչու հենց հիմա
Երբ որ Դոնալդ Թրամփը սկսեց գործողություններ իրականացնել իրանական պատերազմից հետո, խոսելով այն մասին, որ օրինակ Գերմանիայից 5000 զինծառայող են դուրս բերելու, տոմահավքեր այլևս չեն ուղարկելու Գերմանիա, խոսվում է նաև Մարկո Ռուբիոյի կողմից, որ վերանայելու են ընդհանրապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, մենք գալիս ենք մի հատ կետի, որ Ռուսաստանի Դաշնության պահանջը, որը նախորդեց 22 թվականին պատերազմական գործողություններին, իսկ պահանջը հետևյալն էր 21 թվականի դեկտեմբերին հրապարակվեց, ու հայտնի է որպես Ռյաբկովի վերջնագիր, դա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարն է, այնտեղ մի շարք պահանջներ կային, այդ թվում նաև այն, որ ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա իր սահմաններին 90-ական թվականների Թրամփն էլ է, չէ, անկեղծ ասում, ասում է, որ Ռուսաստանը մտավախություն ունի ՆԱՏՕ-ից կամ վախենում է ՆԱՏՕ-ից, միայն այն պատճառով, որ այնտեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե այս ամեն ինչը փորձենք համայնապատկերում դիտենք, պատկերացնենք Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնացնում է իր ուշադրությունը Չինաստանին զսպելու վրա, Եվրոպայից շարունակում են իրենք դուրս բերել իրենց զորքերը, զինվորական ներկայությունը իրենք նվազեցնում են, այդ պարագայում Ռուսաստանը իսկապես իր շահերին հակասող գործողություններ իրականացնելու պարագայում ինքը կարող է ռազմական գործողությունների դիմել եւ պայմանական Լեհաստանը կամ Լիտվան իրենք Ուկրաինա չեն, էլի, իրենք բարեկամական եղբայրական ժողովուրդ չեն։ Այնտեղ լրիվ այլ տրամաբանությամբ է գործելու ռուսական բանակը։ Այս համատեքստում մենք պետք է դիտարկենք այդ օրենքը, բայց մեր առումով կրկին ասեմ, ես հույս ունեմ, որ մենք չենք ունենա նաեւ պատմության այդ ամոթալի էջը։ Լավ, երկու սցենար, Փաշինյանը չի վերընտրվում եւ Փաշինյանը վերընտրվում։ Հա, ռուսական հարաբերությունները ինչպես են շարժվում։ Սկսենք վերջին սցենարից, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, ես կրկին ասեմ, անկախ նրանից, թե Փաշինյանը պետական ապարատին, հատկապես բիզնեսին, ինչ է ասում, ինչ է խոսք տալիս, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու են վատթարանալ։ Կոնկրետ բիզնեսի համար դա նշանակում է հետևյալը. դուք զրկվում եք 180 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միության շուկայից, դուք նաև զրկվում եք մատակարարման շուկաներից, որտեղ շատ բաներ կա, որ մենք բերում էինք այնտեղից, այստեղ վերամշակում էինք, վերավաճառում էինք, Խաչատուր Սուքիասյանի ականջը կանչի։ Դուք այդ ամեն ինչից զրկվում եք։ Ադրբեջանական ու թուրքական շուկան իրենք չեն կարող այլ ընտրանք լինել։ Պետական ապարատի համար պետական ապարատում շատ մարդիկ կան, որոնք բարեկամական եւ այլ տիպի կապերով կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Այդ մարդիկ եւս ունեն մտավախություններ իրենց հարազատների կապիտալների եւ այլի հետ կապված, անկախ նայած թե Նիկոլ Փաշինյանից ինչ է խոսք տվել, այդ մարդիկ եւս խնդիրներ են ունենալու։ Սա ակնհայտ է։ Դες Հայաստան պետությունը Որից երբ որ ես ասում եմ, որ Պուտինն ասում է, որ մենք հրաժարվում ենք Հայաստանին ֆինանսավորել, դա գլոբալ առումով նաև ինչ է նշանակում։ Ռուսաստանում շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ անում։ Եվրասիական տնտեսական միությունից գալիս են գումարներ, Ռուսաստանը ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Ասում չի ապահովում։ Մեզ զառանցանքները չեն հետաքրքրում։ Մենք ասում ենք այն ինչ իրականում գոյություն ունի։ Ու ինչ է ստացվում, որ տնտեսական առումով, անվտանգային առումով Ռուսաստանն է Հայաստանի երաշխավորը, Հայաստանը անվտանգային առումով դուրս է բերում Ռուսաստանին եւ դրա թիվ 1 դրսևորումներից մեկը եղավ այն, որ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը ոչ միայն ռուսական հարթակում չէր, այլ նաեւ այնտեղ կետ կար, ըստ որի երրորդ երկրները չպետք է լինեն հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչու եմ ես դա ասում, որովհետև տրամաբանություն եւ որոշ գործընթացներ հուշում էին, որ հայ-ադրբեջանական սահմանին կարող էր կրկնվել հայ-թուրքական սահմանի կոնֆիգուրացիան։ Այսինքն այնտեղից արդեն հանվել է ռուսական գործոնը։ Զվարթնոց օդանավակայանից, հայ-թուրքական սահմանի անցակետերից, հայ-իրանական սահմանի անցակետերից եւս ռուսներին հանել են։ Եվ իրենք գիտակցում են հետեւել, որ գործընթացը միևնույն է գալու է մի պահի, որ եւ տնտեսական առումով եւ անվտանգային առումով Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում զրոյացվելու է։ Դե որ տենց է, ուրեմն ընտրությունը թե որն է լինելու այդ պահը, պետք է անի Ռուսաստանի Դաշնություն եւ Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության ղեկին հանգեցնելու նա, որ Ռուսաստանը կարող է պայմանականորեն որոշել, որ դա լինելու է հունիսի 8-ը։ Եվ հիմա մարդիկ անվտանգային առումով եւ տնտեսական առումով թող մտածեն, թե դրա հետևանքները Եվ առաջին ուղերձը կարծեք ստացավ Ջերմուկ ընկերությունը, Սամվել Ալեքսանյանն է լուրջ դիվիդենդներ ստանում, լուրջ շահույթներ ստանում Ռուսաստանի հաշվին, այլ գործարարներ, տասնյակ խոշոր գործարարներ ուղղակի սննկացման եզրին են հայտնվում, որովհետև իրենց հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։
Միանշանակ այդ բոլոր գործարարները իրենք զրկվելու են այդ ամեն ինչից։ Ես հատուկ եմ, հա, խոսում այդ ֆինանսականի մասին, որովհետև ցավոք սրտի խոսելով գործարարների մասին, տենց մատների վրա կարող ես հաշվել մարդկանց, որոնք այն կատեգորիաներով են մտածում, չգիտեմ, հայրենիք, Արցախ, անվտանգություն եւ այլն։ Ջեբի մասին է երևի այս պարագայում պետք խոսալ։ Այսինքն հասկանանք ինչ է լինում, դրա վերջնարդյունքն էլ դա էլ անկեղծ լինենք, թիվ 1 շահառուն լինելու է Ադրբեջանը եւ Թուրքիան, իրենք շատ ավելի արագ այդ պարագայում արևմտյան Ադրբեջանի կարող են վերածել Հայաստանի Հանրապետությունը։ Սա այն սցենարի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը մնում է, Եթե չի մնում։ եթե Նիկոլ Փաշինյանը չի մնում։ Բորիս, այստեղ եւս շատ մեծ նշանակություն ունի, թե ինչ կոնֆիգուրացիայով է ձևավորվում նոր իշխանությունը, ով է լինում վարչապետը եւ կառավարությունը ինչ կազմ է ունենալու։ Եվս մի կարևոր նրբերանգ կա Հայաստանում կառավարման ինչ համակարգ է լինելու, խորհրդարանական թե կիսանախագահական։ Այս հարցերի պատասխաններից շատ բան է կախված, բայց այսպես ասած, այս հարցը մի կողմ ենք թողնում, պրակտիկ գետնի վրա մենք ունենք հետեւյալ իրավիճակը, որ նո այնպես է ստացվել։ Դա իսկապես ես չեմ կարծում, որ դա ի սկզբանե նախագծված ինչ որ պրոյեկտ է եղել, բայց այդպես ստացվել է, որ հիմա անդիմադիր դաշտի ֆլագման 3 քաղաքական ուժերն էլ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներն են։ Բայց միևնույն ժամանակ, եթե շատ անկեղծ լինենք, ընդամենը մեկ գործիչ կա, որ անդիմադիր այդ հատվածում ինքը կարող է Ռուսաստանի Դաշնության հետ այն տեսակ հարաբերություններ ձևավորել, որ մենք կարողանանք եւ անվտանգային ռիսկերը 100%-ով կառավարել եւ տնտեսական առումով դուրս գանք փոխշահավետ համագործակցության ճանապարհի վրա։ Այդպես ստացվել է։ Ես ինչու եմ ասում, որ որոշակի առումով ցավով եմ ասում, ես նաև կուզենայի, որ ի վերջո առողջ անդիմադիր ուժ եւս լիներ արևմտամետ հայացքներ ունեցող, նույնիսկ շատ պրագմատիկ պարզ հաշվարկից ելնելով, ավելի լավ կլինի, որ պարզ տրամաբանական եւ ոչ թուրքամետ պրոարևմտյան ուժին քվեները գնան, կամ պայմանականորեն Արամ Սարգսյանին, Արման Բաբաջանյանին, Լևոն Շիրինյանին, քանի որ այդ ուժը չկա, բայց ունենք այլ անդիմադիր ուժեր, որոնք 3-ն են եւ որոնք հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներն են։ Շատ ուրիշ հետաքրքիր դրվագ կա։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատերազմի այս քարոզությունը տանել, որ կա ձեր ասած 3 ուժերի մասով պատերազմի եռագլուխ հրեշ, այ որ նրանք գան իշխանության, սեպտեմբերին պատերազմ է սկսելու։ Եվ այս քարոզությանը միանում է Ալիևն ու Ջեյհուն Բայրամովը, ովքեր ասում են, այ Հայաստանում կան ռևանշիստներ, այ նրանց գալը լավ չի լինելու, սիրելի ժողովուրդ։ Արդյոք սա արդեն բացահայտ ցույց չի տալիս, որ Ալիևը Փաշինյանի շտաբի պետն էր, կամ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը այն բանկ այն, չէ, բանկերում որ գնում եք վարկ ստանալու գարանտի չէ, գարանտի ինստիտուտ, որ ավելի հեղինակավոր մեկը գարանտ է կանգնում, հա։ Փաշինյանը Ալիևը դարձել է Փաշինյանի տերն ու տիրականը եւ քարոզչական առումով հենց տեսնում են նեղն են գնում, ասում նայեք ժողովուրդ, Փաշինյանը չլինի, պատերազմ կարող է լինել, որտեղ մնացածը ռևանշիստներ են։ Իրական Թուրքիա նախագծի շրջանակներում գովազդենք էլի մի փոքր ձեր եթերում իրական Թուրքիա նախագծի շրջանակներում վերջին թողարկումը եթե դիտեք Alpha News-ում, այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա թուրքական լրատվամիջոցներից մեկի քննարկումների ժամանակ փորձագետներից մեկը բաց տեքստով ասում է Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը, Եվրամիությունը բոլորը կողմում որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ասում է եկել ենք հասել ենք այդ կետին, այսինքն Նիկոլ Փաշինյանի 21 թվականին Արայիկ Հարությունյանն էր, չէ, Նիկոլ Փաշինյանի շտաբում, հիմա զարմանալի չլինի, որ քվեարկության գիշերը օրինակ Իլհամ Ալիևին կամ ես չեմ զարմանում, եթե կա բուկլետ բաժանի Նիկոլ Փաշինյանի, սիրելի հայ ժողովուրդ, ընտրեք, չեք ուզում ես ձեզ սպանեմ, ընտրեք Նիկոլ Փաշինյանին, ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Թուրքերը այս առումով իրենք մի փոքր ավելի անկեղծ են, էլի իրենք ասում են մեզ դա է, այսպես ասած ձեռնտու, դա է պետք։ Սա առաջինը, երկրորդը պատերազմի եռագլուխ կենթանի, չգիտեմ, հրեշ իսկապես գոյություն ունի, բայց դա Փաշինյան, Ալիև, Էրդողան եռագլուխ այդ հրեշն է, որը արդեն մի քանի պատերազմ բերել է։ Բայց այդ հրեշի մոտ Փաշինյանը ուրիշ գլուխ է։ Բայց իրանք բոլորը սա ուզեցի ֆիքսել, որտեվ հավասար չեն, էլի, ասենք Ալիև, Էրդողանը եւ Նիկոլ Փաշինյանը միանշանակ, բայց վատ բան մի մտածեք, փոքր գլուխ ընդամենը։ Այո,
Բայց երեքն էլ գլոբալ առումով իրենք նույն տեքստերն են ասում եւ դրա վառ ապացույցներից մեկը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ եղավ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Ալիևի խոսքերը։ Ալիևը 23 թվականին էր ասում է, որ Արցախի ժողովուրդը գերի է Արցախի այդ ղեկավար այդ խունտայի մոտ իրենք չգիտեմ ստրուկներ են, իրենք ստրուկների պես իրենց աշխատացնում են, նույնը Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասում էր, որ Արցախի ժողովուրդը գերի էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ, իսկ այդ գլխները իրենք նույն բանն են մտածում։ Հիմա ես փորձում եմ չվերհիշել այն ինչ որ դուք ասացիք, բայց հիմա իսկապես իրականությունը սա է, բայց Բորիս խնդիրը կայանում է հետևյալում եւ մեր զրույցի առաջին մասը հենց սրա մասին է։ Խնդիրը կայանում է նրանում, որ այն ինչը բերում է Նիկոլ Փաշինյանը իր ծավալներով կարող է անհավանական թվալ ի համեմատ նույնիսկ նրա թե մենք ինչ կորցրեցինք 20 թվականին, 23 թվականին։ Ու եւս մի կարևոր նրբերանգ է սա շարունակելով եւ գալով մեր զրույցի սկզբին, սա իսկապես տրամաբանական չէ, որ դու Հայաստանում նույնիսկ Արցախ բառն ես վախենում արտաբերել, դու փորձում ես Արարատի դեմ պատ կառուցել, շատ պարզ բացատրելով, հա, ասում ես չենք ուզում հրահրենք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Բառուսներին ինչի եք հրահրում։ Դուք Ռուսաստանի ու Ադրբեջանի ծավալների եւ հզորության տարբերությունը պատկերացնում եք իշխանանք։ Okay, ինքնիշխան որոշում է, Ադրբեջանին չենք սադրում, Թուրքիային չենք, ու իդեպ Բորիս դա վատ բան չի, էլի, ուղղակի լավ կլիներ, որ դա օրինակ հասկանային 18-19 թվականներին, երբ որ ասում են Արցախը Հայաստան է եւ վերջ կամ 20 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ, հուլիսյան մարտերի ժամանակ էս ամեն ինչը հասկանային։ Դուք ախրից ստիպեցիք Բենյամին, ես էլի մի ժողովրդական ասույթ հիշեմ, բայց ոչ եթերային, դրա համար ախր Ռուսաստանը մեղմ է վարվել։ Դուք հիշում եք դրա համար եմ ասում, ես դրա համար եմ ասում, Բորիս Պուտինի խոսքերը, հատկապես մայիսի 9-ի խոսքը։ Հիմա Էրդողանը իրան վախեցրել է, Ալիևը ասել է հարբեցող ծաղրացու, Ալիևը Նիկոլ Փաշինյանը զիջում է պահանջել, Փաշինյանը մի քիչ չեմուչում արել, պատերազմ է սկսել։ Մարդը վախենալու պատճառ ունի։ Ռուսները ինչ են արել։ Ռուսները մի հայտարարություն են արել։ Մարիա Զախարովան է ավել պակաս խոսել ու անցել գնացել է։ Դրա համար եմ ասում։ Հետո էլի դիմավորել են Մոսկվայում։ Ալեքսեյ Օվերչուկը դա մի մարդ է, ով պատասխանատու է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճարտարապետության համար։ Ամեն ինչ վերջին տարիներին կատարվել է հայ-ռուսական հարաբերություններում, այդ թվում նաև այն, որ Ռուսաստանում շատ բաների վրա աչք են փակել, պայմանավորված է եղել այդ մարդու գործոնով։ Երբ որ այդ մարդու շուրթերով հրապարակվում է Հայաստանի վերաբերյալ ծրագրային հարցազրույց, դա խոսում է հետևյալի մասին, Փլվեց այդ ճարտարապետությունը։ Ոչնչացվեց, բայց ես հույս ունեմ, որ դա չի հանգեցնի ի վերջո նրան, որ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները կոչնչացվեն, բայց շատ բան կախված է իհարկե հունիսի 7-ի իրողություններից։ Եթե Հայաստանում հունիսի 7-ի եւ հունիսի 8-ի իրողությունները քաղաքական առումով չտարբերվեն, մենք շատ լուրջ խնդիրների առջև ենք։ Եվ ժողովրդին պետք է ասել, սիրելի ժողովուրդ, Վլադիմիր Պուտինը անկեղծ է եղել, անսովոր անկեղծ է եղել այս անգամ, անկեղծ եմ ասում։ Եվ ընտրությունը ժողովրդինն է։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշում եք քաղաքական ստատուս քվոն չփոխել Հայաստանի ներսում, այդ նշանակում որ դուք եւ Ռուսաստանի եւ բոլոր կողմերին ասում եք մենք պատրաստ ենք հանուն Նիկոլի կրել են բոլոր դժվարությունները, որոնք գալու են այդ ընտրության հետ մեկտեղ։ Սա սպառնալիք չի, սա ահաբեկչություն չի, շանտաժ չի, պարզ իրողություն է։ Մարդիկ ասում են, ռուսները շատ պարզ խոսում են, ասում են ժողովուրդ ջան, մենք այլևս թույլ չենք տալու որ մեր հացը ուտեք ու թքեք մեր երեսին։ Եթե ուզում եք թքել մեր երեսին, խնդիր չկա, թքեք, բայց մեր հացը չուտեք էլ։ Բայց դուրս ես նաև եւս մի նրբերանգ կուզենայի նկարագրել 22 թվականի պատերազմական գործողությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ծավալուն հոդված է գրել ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, ինչպես նաև այն թե ինչպես են իրենք պատկերացնում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։ Ոչ ոք այս ամեն ինչին լուրջ չվերաբերվեց։ Բորիս, մենք այստեղ ոչ թե վախեցնում ենք պատերազմով, ոչ թե գուժում ենք պատերազմ, ոչ թե ուզում ենք պատերազմ։ Ի վերջո մարդուն ուղեղը տրված է մտածելու համար։ Դու պարտավոր ես հասկանալ գործընթացների տրամաբանությունը եւ հասկանալ նմանությունը այդ գործընթացների։ Մենք ցավոք սրտի եկել ենք մի կետի, որ մեր մասին խոսում են ինչպես Ուկրաինայի մասին։ Դա բացասական է։ Դա
ամոթալի է եւ դա վտանգավոր է։ Ես դրա համար եմ ասում, այն խնդիրները, որոնք մենք ունեցել ենք 20 թվականին, 23 թվականին, իրենք ուղղակի խաղողար կարող են լինել, եթե մենք որոշենք, որ Ռուսաստանը մեր թշնամին է, մենք էլ չգիտեմ պայմանականորեն Սաակաշվիլի պես 102-րդ ռազմաբազայում գազը, լույսը, ջուրը անջատենք, ասենք դուք կռիսների պես պետք է այստեղ սատկեք կամ դուրս եկեք այստեղից։ Իսկ մենք հենց դրան ենք գնում։ Ավելին, ես նաև մի բան կուզենայի ասել, մեր նախկին զրույցներից մեկի ժամանակ մենք եւս սրան անդրադարձել էինք, ասում էիք, որ Ռուսաստան նույնիսկ գնահատականների առումով Նիկոլ Փաշինյանը այսպես թթու խոսք չի ասում։ Դա օրինակ հանգեցրել էր նրան, որ Հայաստանում նաև փորձագիտական, քաղաքական ասում եմ շերտ կա ձևավորված, որը ասում էր հետևյալ, դե ռուսներ են, դե խոսում են, կամ կարող են նույնիսկ ընդհանրապես չխոսան, ոչինչ չի փոխվելու, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը մնալու է, չի մնալու, հունիսի 7-ը եւ 8-ը լինելու են իրենց տրամաբանության բովանդակությամբ նույնանման օրեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չի լինելու այդպես բան, եւ դա բացասական է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ Բենյամին, շնորհակալություն։ հետաքրքիր զրույցի համար ես շեշտում զրուցում էի Բենյամին Մաթևոսյանի հետ, վերլուծաբան ցտեսություն կհանդիպենք։